Մենք մի կարևոր բան պետք է հասկանանք, որ իրոք մենք վերջի ժամանակների մեջ ենք։ Ես չգիտեմ ինչպես են շատերը այդ ամենը ըմբռնում, բայց ես խորապես իմ էության մեջ այդ ամենը զգում եմ, տեսնում եմ ու հավատում եմ։ Մոտավորապես արդեն 30 քանի 49 մոտ տարի է այս կյանքի մեջ ենք եւ միշտ ասում ենք, որ Տիրոջ գալուստը մոտ է ասենք, եւ շատ ժամանակ շատերն ասում են, այ մարդ էսա 30 տարի, ասում են 40 տարի, բա ինչի չի երևում։ Եթե այսօր ուշադիր նայեք Աստծո խոսքին, ժողովուրդ ջան, որովհետեւ Տերը այսպիսի խոսքեր ասեց երկիր ու երկինք կանցնեն, բայց իմ խոսքերից մի կետ անգամ, մի նշագիր անգամ չի անցնելու։ Այ երբ որ Աստծո խոսքը ուշադրությամբ սերտում ենք, կարդում ենք, տեսնում ենք, հենց խոսքն է ցույց տալիս, որ իրոք իր գալուստը մոտեցել է, ժողովուրդ ջան։ Մենք դրա համար պետք է պատրաստ լինենք։ Գիտեք, մենք պետք է այս չար ժամանակների մեջ կարողանանք մեր ընթացքին մի հատ նորից նայենք։ Տեսեք, ասենք, մենք ասեն օրը մի հատ տանը նստած եմ, առավոտ կարդում եմ, մենք էլ Ասոս ու Բուրաստան սեկան։ Մեկ է ժամին նայում եմ, այս արագ, այս վարքյանացուց ինձ արագ գնում է։ Ասես ժամացը փչացել, ասեց, ես ինչ արագ ա գնում։ Մեկ էլ Բուրաստանը մի ժամին գնաց, մի ժամին նայեց, ասում պապ, ասում չէ, նույնն է էլի։ Ասում կարող է մեծացել ենք արդեն, դրամար ենք ժամանակին ուշադրություն դարձնում։ Ժողովուրդ ջան, ժամանակը արագ թռնում է։ Եվ մի տարի էլ մեր կյանքից անցավ, մարմնավոր մեզ ավելի ֆիզիկապես մոտեցրեց մահվան, բայց հոգևոր ավելի մոտեցրեց Տիրոջը։ Ինչ արեցինք մենք այս տարվա մեջ։ Ինչ այս տարվա մեջ ես ունեցա, ինչ հաջողություններ, ինչ ձեռքբերումներ ունեցա, ինչ բաներ կորցրեցի։ Բայց փառք Տիրոջը, ժողովուրդ ջան, որ նրանք ովքեր որ Դանիել մարգարեությունից Անդրանիկ եղբայրը հիշեցրեց, այնտեղ ասում է, բայց իմաստունները ասում է շատերին առաջնորդում են դեպի արդարության։ Եվ նրանք ասում է երկնքի աստղերի հաստատության պես պետք է ինչ անեն, փայլեն։ Իմաստունները ժամանակը քննում են, իմաստունները կարողանում են իրավիճակները հասկանալ, զննել եւ այդ իրավիճակների մեջ ուշադրության դարձնելով ուշադիր կյանք ապրել։ Թող Սուրբ Հոգին օգնի բարեկամներ։ Ես ուզում եմ կարդալ Առաջի Պետրոսի 3-րդ գլխի 24-25 համարներ, այսպես ասում, Առաջի Պետրոս 24-25 համարներ։ Եվ ինքը մեր մեղքերի համար իր մարմինը խաչապատի վրա բարձրացրեց, որ մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք, որ նրա խոցերով բժշկվեցանք, որտեղ մոլորված ոչխարների պես էինք, բայց հիմա դարձանք մեր հոգիների հովին եւ տեսուչին։ Աստծո խոսքը ասում է, ինքը մեր մեղքերի համար իր մարմինը խաչապատի վրա բարձրացրեց, որ մեղքերից հեռանալով արդար կյանք ապրենք։ Գիտեք, ժողովուրդ ջան, մի հատ այսպիսի պատմություն է պատմում, եղբայրները վկայություն տվեցին, ես էլ եմ ուզում այս վկայությունը տալ։ Ասում եմ, մի քաղաքում մի հատ որբևայրի կին ա լինում։ Այս կինը մի հատ տղա է ունենում, եւ այս տղեն մեծանում է շատ անհաջող զավակ ա դառնում։ Անընդհատ այս տղեն մեծ հանցանքներ, սխալներ անեմ, մեծ վատություններ անեմ, չարություններ անեմ, այն աշճան, որ մինչև մարդասպանություն տարբեր բաներ անեմ, եւ այս տղին ձերբակալում են, բռնում են, եւ կարգը նենց ալեմ, որ այդ երբ որ բռնում են հանցագործին, այդ քաղաքի մեջ այդ սովորությունը այդ երկրի այդպես ա լինում, որ հանցագործին դատում են հենց քաղաքի ժողովուրդը։ Տանում են քաղաքի մեջ տեղին կանգնացնեմ եւ դատաստանը որոշում է ժողովուրդը։ Եվ ասում որոշում են, որ այստեղին պետքա մահապատժի ենթարկեն եւ նաեւ այս քաղաքում ունենում են մի հատ երկու սարերի կողքին մեջտեղին քաղաք ալեմ, այս երկու սարերին բլուրներ ալեմ, այս սարերի գագաթների վրա միտեղ բարձրացնում են այդ մահապատժի ներկայացվող մարդին, որ բոլորը քաղաքի ժողովուրդը տեսնեն, որ այս չար մարդը, ով որ դատապարտվում է այնտեղ է, իսկ այս մի բլրի գագաթին էլ լինում է այդ իրանց եկեղեցին։ Ասում է եւ երբ որ որից է մեկին արդեն դատավճիռը կայացում էր, որ պետք է այս մարդին մերցնեն, ասում է այս եկեղեցին կանգնած էր եւ այս եկեղեցում զանգ կար եւ այս եկեղեցու զանգերը խփում էին 12 անգամ ասում է հենց որ զանգը խփում էին
այն կողքին արդեն այս մահապատիժը իրականացնում էին։ Մի ասում են որոշվել է այս տղային, որ պետքա մահապատիժ ենթարկեն, տարել են, դրել են ասում է գելոտինը պատրաստ, դահիճը պատրաստ, սպասում են, որ այս զանգերին խփի։ Մեկ էլ ասում է մեկ էլա զանգը չի խփում։ Սպասում են մի ժամ, 2 ժամ, զանգը չի խփում։ Եվ ասում է սովորությունը այնպիսին էր, եթե զանգը չի խփում, ուրեմն այս մահապատիժը չեղարկվում է։ Եվ ասում է այս սաղ մարդիկ հայ մարդ ասում են, «Էս ինչ եղավ, էս ո՞նց եղավ, էս չար մարդին պետք է սպանեն, էս ով փոխեց, էս ինչ եղավ»։ Եվ ասում է շատերը շտապելով գնում են դեպի եկեղեցի։ Եվ ասում է այդ եկեղեցու զանգ խփողը ասում է մի հատ խուլուհամր ազնվորություն ալեմ, այդ զանգ խփողը։ Մեկ էլ սրան բացատրում են, ասում են, «Էս քանի ժամ այս ով փոխեց հրամանը, էս ինչ եղավ, որ զանգը չխփեցիր, որ այս չար մարդ ազատվեց»։ Այս խուլուհամը ասում է, «Ես զանգը խփել եմ»։ Ոնց ասում է խփել ես, ասում է, «Չէ, ես խփել եմ զանգը»։ Եվ մեկ էլ շտապելով բարձրանում են այդ զանգակատուն, տեսնում են, որ այս տղայի մայրը այդ զանգի մեջ ձեռքերը դրած առնաքամը լելով մահանում է։ Եվ ինչ արես մերը։ Տեսել է, որ ու ինչ ասել է, ես գիտեմ, որ իմ տղեն հանցավոր է։ Ես գիտեմ, որ նա մահվան արժանի է, բայց ես իմ կյանքը տալիս եմ, որ ինքը ապրի։ Եվ այդ զանգի հարվածները իր ձեռքերին խփելով առնաքամ արավ այդ մարիկին, բայց իր տղին փրկեց։ Ժողովուրդ ջան, մենք արժանիք չունենք։ Մենք բոլորս, այո, հանցավոր մարդիկ ենք, բայց Հիսուսը մեր մեղքերի համար խաչը բարձրացավ։ Քու իմ հանցանքների համար արյուն թափեց, որպեսզի մենք ապրենք։ Դրա համար ասում են նա մեռավ, խաչի վրա բարձրացավ, մեզ մեղքից հեռացնելով, որ մենք ինչ կյանք ապրենք, արդար կյանք ապրենք։ Գիտեք ժողովուրդ ջան, մենք պետք է ձգտենք այդ արդարության համար։ Երբ որ մենք հասկանում ենք Տիրոջ արածը, երբ որ մենք գնահատում ենք Տիրոջ արածը, այդ ժամանակ մենք կարողանում ենք ապրել։ Բայց եթե մարդը չի հասկանում Հիսուսի արածը, հա, փառք Հիսուսին, մեռնեմ իրան, բժիշկ կա, հա, առողջություն տվող է, հա, հաս տվող է, ջուր տվող է, կյանք տվող է, օգնող է, փրկող է, այս անող է, այս մարդը չի կարող արդար կյանք ապրի, որովհետև չի հասկացել Հիսուսն ինչ արել իր համար։ Այսօր սատանան ուզում է առաջի հերթին, որ մեզ փոխի, որ մեզ գլխավոր նպատակից չեղի, որ մենք Աստծո սերը չհասկանանք, չճանաչենք։ Առաքյալը գրում է Հովհաննեսը, ես շատ եմ սիրում այս թուղթի այդ համարները։ Ասում է, եւ մենք հավատացինք, ճանաչեցինք, հավատացինք, որ Աստված սեր է։ Այսինքն, այդ սերը պետք է ճանաչի, որ մարդը կարողանա արդար կյանք ապրի, ժողովուրդ ջան։ Եթե Հիսուսը քո համար բժիշկ է, քո համար կյանք տվող է, էսա, օգնող է, կարեկցող է, ալելույա, ամեն արա, բայց դու չես կարող արդար կյանք ապրես։ Իսկ եթե դու հասկացել ես նրա սերը, որ նա իր կյանքը դրել է, որ դու հավիտյան իր հետ ապրես, հավիտյան իր հետ մեկ լինես, հավիտյան հետ երկնային փառքի մեջ ապրես, այս ժամանակ դու ձգտես արդար կյանք ապրես, որպեսզի քո ապրած կյանքը հաճեսնի շրջապատի մեջ, որպեսզի մարդիկ տեսնեն։ Հիշում եք ինչ ասեց Տեր Հիսուսը, ասեց տեսնելով ձեր բարի գործերը, ձեր արդար կյանքը, ձեր պարկեշտ կյանքը, փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Եվ նոր նրանից հետո ժողովուրդ ջան, այդ արդար կյանք ապրելուց հետո արդեն ֆիզիկապես կբժշկվենք, թե չենք բժշկվի, էական չի, բայց նաև ինքը մեր ֆիզիկական բժշկությունն է լուծել, մեր բժշկության հարցն է լուծել, ասում է եւ ինքը, որ արդար ապրենք ու նրա խոցերով մենք բժշկվեցանք։ Այո, Քրիստոսը խաչի վրա տառապեց, մինչև խաչի վրա տառապելը, երկրի վրա տառապեց, չարչարվեց, այն հարվածները, որ Արտուր եղբայրը հիշեցնում էր, որ ստանում էր, այդ ամեն մի հիվանդության մեր բժշկության համար էր, մեր ամեն ցավի համար էր, մեր ամեն խոցերի համար էր, որ մեզ կյանք տա ու բժշկի։ Թող Տերը փառավորվի, եղբայրներ, քույրեր, որ մենք հավատանք նրան, որ չլինենք ինչպես ոչխարներ, որ ցրված են, որ հովիվ չունեն, բայց փառք Տիրոջը։ Այո, մենք մոլորված ենք եղել, մենք ցրված ենք եղել, մենք խոցոտված ենք եղել, բայց փառք Տիրոջը, որ մեր հովիվը իր կյանքը դրեց մեզ համար։ Եվ իր կյանքը դնելով մեզ հավիտենական կյանք պարգևեց։ Այն օրը մեր ավագ եղբայրներից մեկը մի հատ բան էր պատմում, այս ոչխարների հետ կապված, ասում է միտեղ գնում են, կանգնած են մի քանի եղբայրներ
Ունդեղ տեսնում են մի հատ հովիվ, իր ոչխարների հետ կանգնած ասում է, մեկ էլ այս մեկը գալիս ասում է, կանչում է ոչխարներին, այս հովիվը այդ ոչխարները գալիս են։ Հմ մեկ էլ ասում այնտեղ կողքի մարդիկ ասում են, լա կանի մենք է փորձենք։ Մի կանգնում են այս ոչխարների անունները տալիս են, ասում այս ոչխարները սկի ռեակցիա չեն տալիս։ Ասում են, որ սկի ռեակցիա չեն տալիս, մեկ են մեկը ասում է, կարող է շորերը հակաչենք, լավ էր չոբանի շորերը հակնենք։ Այս չոբանի շորերը հակնում են, էլ այս ոչխարներին կանչում են, այս ոչխարները ռեակցիա չեն տալիս։ Բայց այս չոբանին հակցնում են իր շորերը, այդ քաղաքացու շորերը, այդ կոստյում, ասում են, հիմի որ հակնի կարող է ոչխարները չճանաչեն։ Այս մարդը հակնում է այդ կոստյումը, գալստուկը կապում է, էլի հենց որ ոչխարներին կանչում է, ոչխարները գալիս են։ Ժողովուրդ ջան, սովորական ոչխարը, որ իր հովի ձայնը լսում է, բա մենք։ Եվ ես հիշեցի, երբ որ պատմեցին, ասի մամիկոն ախպեր ասեցի, մեր բարեկամներից գյուղը մեկը կար, ասի իմ տատի քրոջ ամուսինն էր, անունը Բարսեղ էր, Բուդոյին ասում, ինքն էլ ասի, մի հատ սրինգ ուներ, նվագում էր, ոչխարները գնում են այդ սարի դոշը, հենց նվագում էր սրինգով, այդ ոչխարները հերթով գալիս էին փարախը։ Այո, ոչխար իր տիրոջ ձայնը ճանաչում է ժողովուրդ ջան։ Վերստին ծնվածներն էլ իրանց հոր ձայնն են ճանաչում։ Վերստին ծնված Քրիստոսին հանդիպած մարդիկ էլ իրանց հոր ձայնն են ճանաչում։ Իսկ ովքեր որ վերստին ծնունդ չունեն, նրանք չեն ճանաչում։ Դե ում որ ծառայում են, նրա ձայնն էլ լսում են։ Եթե մարդը վերստին ծնվել է, հանդիպել է Հիսուս Քրիստոսին, նրա ձայնը պետք է լսի։ Իսկ եթե մարդը վերստին չի ծնվել, Հիսուս Քրիստոս Աստծուն չի հանդիպել, ում ծառայ է, օդի իշխանին պիտի նրա ձայնը լսի։ Դա մարդ թողտեր օգնի, քուրեր եղբայրներ, որ մենք լսենք մեր հովի ձայնը։ Այո, նա մեզ համար իր կյանքը դրեց, մեզ մեղքերից ազատեց, որ ձգտենք արդար կյանք ապրենք։ Եվ մեր հիվանդությունների, դժվարությունների համար էլ ինքը ազատագրեց ու մեզ կյանք պարգևեց։ Թող Տերը փառավորվի։ Մենք պետք է աղոթք անենք եւ այսօր ինձ առավոտ զանգեցին մեր Նալբանդի ալակ քույրիկը զանգեց իր տղայի համար, խորենի համար, որ կուրս կմա։ Ես այդ պատանուն այն ժամանակ պատանի էր ճանաչում էի, աղոթում էին, մի ֆիզիկական տկարություններ ունի, խնդրեց, որ իր համար աղոթք անենք։ Նաև նոր Անդրանիկ եղբայրը ներկայացրեց մեր Վարուժ աղբորը, երրորդ մասի մեր Վարուժ աղբոր եղբայրը, ասենք, Սամարա այնտեղ խոցը պայթել է, մեծ դժվարություններ ա ունեցել, երկու անգամ ծանր վիճակից հետ ա բերել Տերը, փառք Աստծու, աղոթենք նաև իր համար, որ Տերը ողորմություն անի, զորացնի եւ անկախ նրանից ինչքան մեզ կյանք կտա, որ պատրաստ լինենք։ Նաև խնդրում եմ ինձ համար էլ աղոթք անենք տղայիս հետ Դավիթի հետ, պետք է մի շաբաթ 10 օրով Եվրոպա մեկնենք, Պավել եղբայրը, Գրիժ եղբայրներ են այնտեղ, որոշակի ասենք այցելություններ եկեղեցում, խնդրում ենք, որ մեզ համար էլ աղոթեք, որ շուտ Տերը տանի այդ օրերը շուտ անցնի նորից հետ կանք։ Թող Տերը փառավորվի։ Նաև պիտի աղոթենք ձեր բոլորի հոգսերի խնդիրների համար, ժողովուրդ ջան։ Հիշեք, այդ կինը, որ իր կյանքը դրեց, որ իր տղեն կյանք ունենա, այդ հանցագործ մարդասպան մարդին, որ ազատեցին, բամեր հերը, ամբողջ երկրի երկի արարիչը, իր կյանքը դրեց, որ դու կյանք ունենաս, ու հավիտենական կյանք ունենաս, հավատա նրա սիրուն, եւ ձգտի, որ այս մնացած օրերիդ մեջ ինչքան կարաս արդար կյանք ապրի, ինչքան կարաս մաքուր կյանք ապրի, ինչքան կարաս սուրբ կյանք ապրի, որ քո ապրած կյանքով քո տան անդամները, նրանք ովքեր որ դեռ Տիրոջը չեն դառել, քո մեջ այդ լույսը տեսնեն, այդ սերը տեսնեն, դառնան Տիրոջը փառավորեն, որովհետև սա չի կյանքը։ Այս մարմնավոր ցավերը, տառապանքները լոկ երկրի վրա են, բայց երկնքի մեջ այնտեղ չկա ցավ, այնտեղ չկա տառապանք, այլ ցնծություն եւ ուրախություն է։ Անդրանիկ եղբայրը, որ հիշեցրեց, երկու անգամ էլ իմ կյանքի մեջ ա եղել։ Հիշում եմ, երբ որ տեսա այդ երկինքը գոռում է ուրախությունից, մեկ է տնա մեզ կինը զարթնացում, վերկած աշկերես բացարի, այ կանինք ասի ու հետ բերիր այնտեղ լավն էր։ Այո, ժողովուրդ ջան, այնտեղ լավն է։ Երանի թե նրանց, ով որ այնտեղ կհասնեն ու հավիտյան այնտեղ կմնան։ Եվ այդ երանության մեջ դու կանչված ես, եթե ունեցածը ամուր պահես, հավատարմության ձգտես, վստահես Տիրոջը, ջանք անես նրա հետ ապրես, հաստատ այնտեղ պիտի հասնես։ Համի մենք պիտի կանգնենք ոտքի,